Ամեն անգամ նույն պատմությունն է, տենց ինչ-որ։ Չէ, ոնց որ ինչ-որ բան տենց չվերցրեցին ոչինչ։ Իսկ ինչքան տևեց բանտանում են, թե բան չի էլի, ոնց որ տեխնիկական ավելի շատ նախաքննական process-ով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ-որ բան չեն տարել։ դուք ինչ եք մտածում կներեք, դուք ինչ եք մտածում բան Կարապետյան օգոստոս 2-ին, երբ ազգային ժողովը գումարվի, հետո դատախազը կգա ձեր հետևից թե ոչ։ Չգիտեմ, կարա գա, կարա չգա, ոնց իրենք ուզում են։ Իսկ դուք այս ամբողջ process-ի հետ կապված ինչ գնահատական ունեք, պարոն Կարապետյան, ինչ Պարզ արտահայտված քաղաքական գործոնով, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի, որ սխալ ճանապարհ է մարդը տանում։ Այսինքն սրում է հարաբերությունները։ Երեկվա իր խոսքերը հիշում եք։ Երեք մի քանի միլիարդ մենք պահանջ ունենք, ինքը սրում է, նույն ձև ինքը Ադրբեջանի նախագահի հետ էր այն ժամանակ խոսում։ Ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք։ Երեգել հիմա սրում է ուրիշ երկրի։ Ադրբեջանից 30-40 անգամ մեծ երկրի հետ հարաբերություն 30-40 չէ, կնեք 120 անգամ մեծ երկրի հետ կոնկրետ որ հայտարարությունները երեկվա նկատի երկաթուղու հետ կապված, այլ բաների հետ կապված սրում է հարաբերությունները երկրների հետ այն ձևով ինչ որ սրել էր Ադրբեջանի հետ, ինչը բերեց պատերազմի։ Կար սրված էր Ադրբեջանի հետ հարաբերությունը, բայց առիթ է տալիս։ Մենք դեռ չենք մարսել են մի թշնամուն։ Ինչու է նոր թշնամի ստեղծում մեզ համար։ Թող պայմանավորվի, չի կարողանում պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել։ Մեր հաշվին է դա անում, ինքը էլ իր թիկնապահներով քայլելու է։ Դա մեր ժողովրդի հաշվին է։ Հիմա այն մարդիկ, ովքեր իրան ծափ են տալի, հարգելի հայրենակիցներ, ով որ այս պահին Փաշինյանին ծափ է տալի, ասում է, տեսեք ինչ, չգիտեմ, հակա այս երկրի քայլ արեց բան, նույն մարդիկ ծափ էին տալի 2020 թվականի պատերազմից առաջ։ Պարոն Կարապետյան, բայց ու բերեց այդ հետևանքների, չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել։ Աշխարհի հետ պետք է հավասարակշռված, որ երկրորդ անգամ չառերեսվենք նրան, ինչ որ առերեսվեցին։ Բայց ասում է որպես գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ վատ բան է արել Հայաստան, ասում է Ռուսաստանը ըստ էության խնդիր է տեսնում, ավարտեմ պարոն Կարապետյան, ասում է Ռուսաստանը ըստ էության խնդիր է տեսնում այն հարցի հետ կապված, որ Հայաստանը տարբեր երկրների հետ հաստատում է ռազմավարական գործընկերություն, որ փորձում է քաղաքական ու տնտեսական այլընտրանքներ։ Այդ խնդիրները Արդյոք սա հիմնավոր չի։ Այդ խնդիրներով թող գնա բանակցի process գտնի, ճանապարհ գտնի, լուծում գտնի իրավիճակում, ոչ թե բերի sense էլի մի քանի որիորդ անգամ արդեն տուպիկի։ Թող գնա բանակցի։ Էսի մեթոդա տենց հարաբերություններ հաստատելու համար բողոքելով չի։ Մենք արդեն անկախ երկիր ենք։ Մենք պետքա կարողանանք ճիշտ համ հերավորություն սահմանելուց ճիշտ անենք։ Համ էլ այնպես չանենք, որ վաղ մյուս օր ավելի սրենք իրավիճակը։ Ու մի բան էլ մի անգամ ասեցի, մի անգամ էլ եմ ուզում ասեմ։ Այն մարդիկ, ովքեր հիմա ծափ են տալի այս սրացմանը ծափ էին տալի նաև Ադրբեջանի 20 թվականից առաջ Ադրբեջանի հետ սրացմանը ու հետևանքներից հետո ասում են պետությունը այս ճանապարհով գնաց, խի գնաց, մենք մեզ խղճում ենք։ Մեզ խղճալ պետք չի, պետքա ճիշտ քաղաքականություն վարել։ Երկրորդ բանը, երեք ինչ-որ բարեգործության հետ կապված հայտարարություն է արել։ Ինչ անենք։ Այո, ինչ անենք։ Չանենք բարեգործություն։ Իրապես բռնենք մարդ բռնել տանք ամբողջ օրը, երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք։ Մարդ բռնել տանք ամբողջ օրը իրապես, որ լավ զգանք, որ ինքը ասի դա լավ է։ Մի հատ ցույց է տալիս, որ այդ փորձը իրապես ինքը ավել լույս է գրե դպրոցների վրա։ Իրապես կպատասխանեմ։ Իրապես պետքա ուղակի նստեինք հայկական ժամանակի գրասենյակում ու բոլորի անունով բան գրեինք, թե ինչ որ քայլ անեինք։
Ինքը դեռ հարկերի առումով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ այս բանին այդ խնդիրները չունեն։ Ինչ վերաբերվում է մոտեցմանը բարեգործության, իրպես լինենք մենք, մարդ բռնել տանք, որ իրան դուր գա։ Ինչա իր ուզածը, ինչա իր երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Դրա մեջ ասում եմ, միտեղ գնացի դարպասները վատ էր։ Հայկական ժամանակի դարպասները տեսել եք։ Թող գնա հայկական ժամանակի դարպասներով զբաղվի։ Այն ինչ որ Իրանը չի։ Իմը չի, Իրանն էլ չի։ Սեփականությունը այդ գործարանի, որը ինք ուզում է պետականացնի, Իրանը չի էդի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի։ Իմն էլ չի, էդի, այդ գործանի սեփականատիրոջն է։ Նկատնեք արարած։ Այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, էդի այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց։ Իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իր ուզածը։ Այս ամբողջ process-ի մեջ ինք ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ Իրանը թող նայի։ Ասում եմ զանգել եմ ասել եմ դարպասները բանը, դարպասները լավը չի։ Հա մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի։ Այդ մարդը 100 հատ սարքել է։ Քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի, բայց 100 հատ տենց բան է սարքել։ Բարի կարգելա գործարը մի անուն դիր։ Ամեն ինչին դնում անուն է դնում։ Պարոն Կարապետյան, այն մեղադրանքներ ա ձեզ ուղված, որ հավելագրումներ արել հեծը դպրոցների վրա եւ ասում է պայուսակներ այդ հավելագրումը։ Մի մոտապես 6 ամսվա ընթացքում 40 թե 50 մարդ ենք անի աշխատանքից դրա համար։ 30 մարդու հետ կապված եղել է ծառայողական քննություն։ Վերադարձվել է ավելի շատ գումար այդ հավելագրումներով պայմանավորված մեր քննության ժամանակ, քան իրենք են արել։ Հիմա չգիտեմ, ես վերջի 4-5 ամիսը աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չեմ ուսումնասիրել, բայց մինչև այդ մեր 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա ու իրենց մենք հավելագրում ավելի շատ էին գտել։ Հավելագրումը լուծելու միակ ճանապարհը էդի smart հաշվիչներն են։ Դնում ես հաշվիչը ավտոմատ ցույց է տալի բազային։ Դուք պնդում եք, որ առանց հեծի սեփականատերերի իմացությանն են այդ հավելագրումները։ Այսինքն այսօր հավելագրումներ, շատ հավելագրումներ կան։ Այսօր ուրեմն իր իմացությամբ հավելագրում է արվում։ Եթե իր իմացությամբ է, ուրեմն այդ հավելագրած գումարը գնում է իր տուն։ Դուք տեղյակ չեք եղել ոչ։ Մենք տեղյակ ենք եղել, որ խնդիր կա։ Իհարկե տեղը առաջի օրվանից հեծի ձեռքբերումից մենք տեղյակ ենք եղել այդ խնդրի մասին։ Մի քանի անգամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ես էլ եմ նշել այն ժամանակ, երբ որ կառավարման process-ի մեջ ներգրաված էի։ Ես էլ եմ նշել, որ կա խնդիրներ, մի քանի խնդիրներ կար։ Թեր գրանցում հավելագրում։ Ինչպես է տեղի ունեցել դա։ Մեկից թեր գրանցել են, մյուսին հավելագրել են։ Հեծը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել։ Ունեցել է մեկին թեր գրանցում են, մյուսին հավելագրում են։ Դրա համար գտել ենք smart հաշվիչների համակարգ, որը տարածաշրջանում ունիկալ է։ Ստեղծել են գործարան։ Գործարանը այդ smart հաշվիչները մատակարել է, այս բան 700,000 մարդ smart հաշվիչներով է ստանում իր էլեկտրականության վճարը։ Այդ դրա արդյունքում կորուստներն են նվազել, հավելագրումներն են։ 300,000 մարդ դեռ smart հաշվիչներով չի ստանում։ Այդ իսկ պատճառով կա հավելագրում։ Գնում ես smart հաշվիչները դնում ես, հավելագրում չի լինում, չես ելնում անպատասխանատու քաղաքական հայտարարություններ անում։ Պարոն Կարապետյան, երեք նաև խորհրդարանի մեկնարկից առաջ ոնց որ թե հանդիպում արդեն ֆրակցիայով ունեցել եք, որոշում ունեք արդյոք եք առաջադրելու փոխնախագահի պաշտոնի համար եւ հանձնաժողովների նախագահների հետ կապված։ Ընդհանուր այո, ունենք պատկերացում։ Վերջնական որոշումը տեղի կունենա հենց նիստից, ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ ընդհանուր խմբակցության հանդիպման, այդպես է process-ը, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Կան, օրինակ, կա մի քանի դիրքավորված ուղղություններ, որը վերահսկման համար բավական կարևոր է։ Դրանք հնարավոր է մենք վերահսկողության ֆունկցիա ունենալու համար իրանց գործերին հնարավոր է դիտարկենք վերցնել, բայց չեմ ուզում հանձնաժողովներից առաջնահերթությունը որոնք կլինեն։ Եթե ես այսօր ասեմ հանձնաժողովներից մեր համար առաջնահերթությունը, իրենք այդ հանձնաժողովը կվերցնեն։ Այդ իսկ պատճառով պետաիրավականը վերցնեն եւ պաշտպանությունը սկզբից հայտարարել են։ Խոսում նման տրամադրություններ։ Եթե հայտարարություն լիներ, կասեն։ Այնպիսի հանձնաժողովներ պետք է լինի, որ վերահսկի իրանց գործողությունները։ Պարոն Կարապետյան,
Ոչ։ Պարոն Կարապետյան, երեք նաև վարչապետ անդրադարձավ Լիպարիտ Դրմեյանին կապված հեծի եւ կառավարության արբիտրաժի հետ, մեղադրելով, որ ասելով, որ ձեր մարդն է եղել այնտեղ։ Ինչու հիմա հիշեց Դրմեյանին։ Ես չգիտեմ ով է մեր մարդը եղել։ Մեր մարդը մեր հայրենակիցներն են բոլոր։ Բոլոր հայրենակիցները, ովքեր ունեն պատիվ, ովքեր ունեն կամք, իրեն չէ ասելու, բոլորն են մենք բոլորս իրար համար կարևոր լավ մարդիկ ենք։ Թող անուն չդնի մարդկանց, այդ մարդիկ յուրաքանչյուր մարդ։ Ես իր մասին առաջ անգամ լսել եմ, երբ որ իշքան հիշում եմ, հենց նույն երկրի վարչապետը հանդես էր եկի հայտարարությամբ, որ համաձայն չէր, թե այսպիսի բան էր տեղի ունեցել։ Այդ մարդու մասին ես լսել եմ այդ ժամանակ առաջի անգամ, որ մարդը համաձայնություն չի տվել իրավական ապօրինի գործընթացներին։ Ասում եմ պետքա բարձել հասկանալ ձեր հետ։ Պետքա բարձել, այո, պետքա բարձել այս քննությունները, այս բոլոր քրեական գործերը իրա հետ ինչ կապ ունի, իրա ուղղորդման հետ ինչ կապ, պետքա բարձենք այս բոլորը։ Պետքա բարձենք, թե ինչու է գործ սարքում։ Որ եթե ուսումնասիրություն լինի, իրավապանները ոչինչ չեն գտնի Կարապետյանների եւ Դրմեյանի հետ։ Կարող են հազարավոր մարդկանց նայել, չգիտեմ, ասենք Հայաստանը փոքր երկիր է, բայց մեր հետ կապված ես առաջի անգամ այդ մարդկանց մասին այդ հետո իհարկե միասնության թևերով ինչքան իմացա տեխնացու էր մի քանի անգամ process-ների ժամանակ քաղաքական հանդիպել ենք ոնց որ չենք խոսել իրենց հետ առանձնազրույց չենք ունեցել բայց պարոն Թաթյանին տեսել եմ ինքն էլ հետն է եղել Պարոն Կարապետյան մի հարց էլի ասացիք որ Ադրբեջանի հետ սրել է հարաբերությունները Նիկոլ Փաշինյանը հավանաբար Արցախի բռնի հայաթափումը եւ օկուպացիան նկատի ունեք եւ ասացիք որ հիմա այլ հետ է սրում հարաբերությունները ինչ է կապնացվում նոր պատերազմի մասին եք խոսում Ոչ ավելի հակադրությունների խորացում տնտեսական հակամարտություններ պետք է լուծում ուրիշ ձև գտնվի պատերազմ ոչ Պարոն Կարապետյան պատերազմի ժամանակաշրջանը ինչպես մենք նախընտրական շրջանում ասել ենք ավարտվել է պատերազմը թևակողել է այլ փուլ հակամարտությունը կներեք դա երկրի ներսում իրենք ունենան ազդեցություն հարևան երկիրը մարդ բերեն այստեղ իրենք ունենան տնտեսական ազդեցություն շատեր այդտեղ եղել հարևան երկրներում ու տեսել եք թե ինչ տարածաշրջանային տնտեսական ակտիվություն ու ազդեցություններ ունեն հարևան ազգերը չեմ ուզում նշեմ որպեսզի քաղաքական ինչ-որ միջազգային հարաբերություններին առաջող խնդրեմ չառաջանա բայց կողքի երկրներ որ այցելել եք տուրիստական նպատակներով հաստատ տեսել եք թե թուրքերը ադրբեջանցիները ինչ խորությամբ են մտել ինչքան է ներկայությունը քանի 100,000 մարդ է ապրում արդեն այնտեղ նույն իրավիճակը իրենց պլանավորում են այստեղ հակամարտությունը ունի երկու փուլ առաջի փուլը իրենց հետ հնարավոր է լինի այսպիսի խնդիր որ իրենք խաղաղության պայմանով սկսեն տնտեսապես դեմոգրաֆիկ Հայաստանում ներկայություն ունենալ որը կբերի իրենց մասնակցությանը մեր քաղաքական դաշտում իրենց ներկայությանը ազդեցության գոտի ձևավորվի Հայաստանը երկրորդը ինչ վերաբերում է այն երկրին որի մասին դուք հարցնում եք մեր երկրի առևտրաշրջանառության 65% այդ երկրի հետ է շատ լավ է որ հայկական խանութում Ֆրանսիայում կա ծիրան ես ուրախ եմ դրա համար բայց այդ հայկական խանութի ծիրանի վաճառքը կհերիկի մեր բոլոր գյուղացիներին ապահովելով մարդիկ տակ են դեռ չեն պատկերացնում կա ուրիշ հետևանքներ խնդիրը այն չէ որ մեկը ճիշտ է մեկը սխալ խնդիրը այն է որ պետք է ունենաս ինքնուրույն երկրի վայել քաղաքականություն բայց լինես էմոցիոնալ կայուն կարողանաս պայմանավորվես որովհետև մենք ինքնիշխան երկիր ենք մենք որևէ մեկը մեզ պարտական չէ, մենք է որևէ մեկին պարտական չենք։ Պետք է կարողանանք ճիշտ հարաբերություններ ձևավորել։ Պարոն Կարապետյան, քանի որ խոզարկությունը ձեզ առաջադրված այդ մեղադրանքի շրջանակում էր, ի վերջո ինչի համար են ձեզ մեղադրում։ Ինչ են ասում իրավապանները, որտեղ ոչ մի մանրամասն չեն հայտնում։ Կխնդրեի մի քանի մանրամասն ամեն դեպքում ներկայացնել։ Տեսեք, որպեսզի դուք վստահ լինեք, ամեն ամիս ինչ որ բանի մեջ կմեղադրեն։ Խնդիրը մեղադրանքը չէ։ Անկամ պատկերացում չունեմ։ Երբ որ գնում եմ արդեն որի-օրդ անգամ նայում եմ, պատկերացում չկա։ Իրանց խնդիրը սահմանափակելն է քաղաքական օպոնենտին։ Բայց ուղղակի չեն հասկանում։ Այս մի տարի ուսումնասիրում են ու չեն հասկանում։ Որտե հակառակ էֆեկտ է տալիս։ Իրանք չեն կարա տենց։ Իրանք պետք է իրենց քաղաքականությունը երկրում փոխեն։ Երկրի կրոնական քաղաքականությունը փոխեն, ընդհանուր երկրին ու մասնավոր սեփականության վերաբերյալ քաղաքականությունը փոխվեն, արտաքին քաղաքական մոտեցումների մեջ հակադրություններից դուրս գան։ Էդի կբերի։ Պարոն Կարապետյան, եղել եք քննչական։ Հրաժարվել եմ, իհարկե։ Կանչել եմ։ Չէ, մի քանի անգամ այս ընթացքում եղել է, այդքան էլ հրաժարվել։ Պարոն Կարապետյան, մի հարց
դաշնամուր էլ չեք տվել։ Չէ, դե իմաստ չկա դա։ Մի հարց էլ արտահանման հետ կապված էլի։ Պարբերաբար իշխանությունն ասում է, որ արտահանման արգելքը Ռուսաստանի հետ Այսինքն կապված որ դուք հասկանաք, ոչ մեկին դա հետաքրքիր չի։ Իր ոչ մեկին այս process-ի մեջ դա հետաքրքիր չի։ Բոլորին հետաքրքիր է քաղաքական process-ներ առաջ տանել։ արտահանման սահմանափակումների հետ կապված վարչապետը պարբերաբար ասում է, որ քաղաքական ենթատեքստ կա, սակայն երեք միաժամանակ հայտնեց, որ ինքը վաղուց տեղական աճեցված ձուկ չի ուտում, որակի խնդիրների հետ կապված։ Այստեղ դուք հակասություն չեք տեսնում։ Հիմա ձուկ աճեցնողներն են արդեն մեղավոր։ Տեղական ձուկը շատ որակով ձուկ է, դրա համար է տասնյակ միլիոններով արտանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Մենք լինելով պատկերացեք ծովի ելք չունեցող երկիր, կարողացել է մեր գործարարը նենց բան հնարի, որ աշխարհի 7-8 ծով էր Ռուսաստանի շուրջը։ 7-8 ծով ունեցող Ռուսաստանին այդքան մեծ լճային պաշար ունեցող Ռուսաստանին ձուկ վաճառի։ Հայ ձեռնարկատերը կարողացել է Հայաստանից լարսով դժվարությամբ հասցնի այնտեղ ձուկ։ Միլիոններ, տասնյակ միլիոնների։ Այդ մարդկանց մի հատ գնահատանքի խոսք չկար, ասում է ձուկը լավը չի։ Պարոն Կարապետյան, նաև այսօր բարձ դարձավ, որ Դարպասներն էլ լավը չէր, դե դարպասներն էլ լավը չէ։ Պարոն Կարապետյան, նաև այսօր բարձ դարձավ, որ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկու ամսով երկարացվեց, այս մասը մեկնաբանություն ունեք։ Կանխատեսելի որոշում էր։ Ուղղակի Ալեքսանյանը տրամադրությունը ես գիտեմ, որ շատ բարձր է, ինքը տրամադրված է վերջնական հաղթանակի ու մենք կգնանք վերջնական հաղթանակի։ Իհարկե որպես ընկեր, ոչ միայն ընկեր, ոչ միայն բարեկամ, գաղափարական ընկեր, մենք մտահոգ ենք մեր ընկերոջ համար, բայց ինքը մտահոգ է, որ մենք արդյունքի հասնենք վերջնական։ Պարոն Կարապետյան, քանի որ համարում եք, որ քաղաքական է ձեր շուրջ տեղի ունեցողը, ամեն դեպքում եթե որոշեն ձեզ կալանքի հարցով խորհրդարանում ներկայացնել միջնորդություն եւ որոշում կայացնել այդ մասով, դուք ինչպես եք պատկերացնում արդեն ձեր հետագա գործունեությունը, եթե կալանքի հարց առաջանա, ձեր թիմը ինչպես է անելու խորհրդարանում, դուք ունեք այս մասով ինչ որ ծրագրեր արդեն։ Ուզում ենք 4 անգամ անել։ Դա կլինի աննախադեպ իրավիճակ, երբ երկրորդ ուժի, հիմնական ընդդիմադիր ուժի առաջին համարին փորձում են սահմանափակել ու բոլորն է գիտեն ինչ նպատակներով, քաղաքական նպատակներով։ Ուզում են մի անգամ, երկու անգամ, երեք անգամ կալանավորել, ինչ ուզում են թող անեն, դա չի ազդելու, հակառակը ազդելու։ Պարոն Կարապետյան, օգոստոսի 2-ի նիստին ներկա լինելու եք։ Այո։ Եթե անգամ ասում են կաթողիկոսի ներկայությունը չեն ապահովելու, նույնիսկ այդ պայմաններում կգնաք։ Մենք կհանդիպենք, եթե հնարավորություն ունենանք, վեհապարել այդ օրը, եթե հնարավորություն լինի, ուրախ կլինենք, հանդիպենք վեհապարել։ Իսկ ինչպես եք մեկնաբանում, որ կաթողիկոսին չեն հրավիրում ազգային ժողովի կանոնակարգի համաձայն նիստին։ Արդեն մեկնաբանությունը ամբողջությամբ պարզ է։ Մեր եկեղեցու համանդրությամբ գրված է, որ կաթողիկոսը պետք է լինի այնտեղ։ Կաթողիկոսը ընտրվում է հատուկ ձևաչափով, որը ունիկալ է աշխարհի եկեղեցիների մեջ, բոլոր եկեղեցիներում։ Կաթողիկոսին ընտրում է միայն կրոնական առաջնորդները։ Գրեթե բոլոր հայկական եկեղեցում կաթողիկոսին ընտրում է ամբողջ հայությունը, ամեն 15000 մարդուց մեկը, ու այդ պատճառով ինքը ունի լեգիտիմ իրավունք, նա մեր վեհապարն է ու մի քաղաքական գործիչ իրավունք չունի խառնվելու կաթողիկոսի կամ ընդհանրապես եկեղեցու գործերին, եկեղեցու իրավունքներին։ Երեք հիմա երբ որ օրինակ ուժեղ Հայաստանը լինի այնտեղ ներկա արդյոք չի լեգիտիմացնում իշխանության այն որոշումը, որ կաթողիկոսն այնտեղ անելիք չուներ։ Իսկ մարտավարությունը, պարոն Կարապետյան, հիմա խորհրդարանի նախագահ են ընտրելու փոխնախագահներ, հարց ու պատասխան, ելույթներ, թե բոյկոտելու եք այդ մասով, ձեր մասով։ Դրանք արդեն ընթացքում, երևի այսօր էլ սահմանափակվենք այսքանով, դրանք արդեն ընթացքում տեղա կպայենք։ Իսկ քվեարկելու եք կողմ թե ոչ, օրինակ ազգային ժողովի նախագահի տեխնատությանը։ Ընթացքում իրենց կողմից առաջադրված Թուրքիայում կրթություն ստացած ու այդ կրթության մասին տեղեկատվությունը կեղծած մարդու, որ բացեի բաց Ալիկ Ալեքսանյանը նույն ձեր ասած դուրս եկավ հարցնում ասում է դուք սովորել եք Սաբանջի համալսարանում։ Չի ասում է դուք սովորել եք Թուրքիայում։ Այո, հեսա կպատասխանեմ այդ հարցին։ Դուք ուսում եք ստացել Թուրքիայում։ Մարդը մյուս օրը դուրս է գալիս, ասում է ես ուսում չեմ ստացել, բոլորից աչքին նայելով։
Ալեք Ալեքսանյանը ապացույցն է ներկայացնում։ Դրանից հետո նա դուրս է գալիս, ասում է դա fellowship է։ Ճիշտ է բառացի։ Ուսումնասիրություն։ Ուսումնասիրությունը հայերեն բառարանով։ Երբ որ մենք նայում ենք, բացում ենք հայերեն բառարանը, ուսումնասիրությունը, հոմանիշը սովորելն է։ Այդ մարդը գնացել է դաս է ստացել թուրքերից։ Ու դրա մասին ամենավտանգավորը չի ասեմ ես։ Եթե այլ տեխնացու լինի, թող բերեն նայեն։ Չի ասել ինչ է նկատել, որտեղ կենսագրականում միշտ այդ դրվագը նշված է եղել, այսինքն ձեր թիմակիցը ինչ որ բացահայտում չի արել։ Մեր թիմակիցը այդ օրը հայտարարությունից հետո նա ասաց, որ ես երբեք չեմ սովորել Թուրքիայում։ Բանը այդ անձը, ում իրենք առաջադրում են ազգային ժողովի նախագահ։ Նույն օրը կարող եք նայել։ Իսկ Արամ Վարդևանյանն է լինելու ազգային ժողովի նախագահի ձեր։ Դա արդեն խոսենք։